Աղվորիկ համայնքում վերջին 10 տարում ձմռան ամիսներին ոչ մի երեխա չի ծնվել։ Սա այն համայնքներից է, որի բնակիչը մինչ ամուսնանալն ու երեխա ունենալու մասին մտածել է, նախ մի լավ ծանր ու թեթև է անում, հաշվարկում, որ ծննդաբերությունը լինի ամռան ու աշնան ամիսներին։ Չայլները ամբես անգելն ու գոնե ծամերը չծննդաբերին։ Ձևով ճանապարհները փակ եղնի չեն կնա հաստնե ժամանակին գոնե բուժկետ կերնելի օգնությունը ցույց կտա։ Հղիները նույնպես գիտակցում են մեր սուղ պայմանները, քանի որ չունենք մենք պայմաններ, ծնելիությունն էլ իրանք էլ երևի գիտակցելով կազմակերպել են այդպես։ Մեր ծնունդը ես եմ տա այդպես դյուսանկով։ Մինչև հասցրենք հիվանդանը դաշտեն ծննդաբերեց ծնունդը։ Ամբողջ ձմեռ Ամասիայի տարածաշրջանի մի շարք գյուղերում ճանապարհները կամ փակ են, կամ էլ դժվար անցանելի։ Խնդիրը սրվում է, երբ երեխաներն են հիվանդանում, նրանց պատվաստումների օրերն են մոտենում, կամ էլ պարզապես բժշկի խորհրդատվության կարիքն ունեն։ 25 տարի մենք բուժկետի կարիք կզգանք։ Եղա շաբաթյան հիվանդ եմ, չնայած բուժքույրը գնում գալիս է, դե իր մոտ ասենք առաջի օգնություն ցուցաբերելու տեղերն է, տեղորյակներ, իսկ մնացածը պետք է մենք ներկայանանք հիվանդանոցներ։ Երեխես եղել է, որ հիվանդացել է, տեղ չի եղել տանը, գնացել ենք մեր քույրին ենք դիմել, ու մեր քույրը մի փոքր օգնել է, էլի տեղերով։ Շատ բարդ վիճակում ենք, ցեմերացունն է, փակել է ջամփեստանը, heç օգնություն չկա, մենք մեզի տնական եկիմուտում գնենք։ Բուժքույրը նաև հարևան Արդենիս համայնքն է սպասարկում։ Հակաշոկայինն է, առաջի բուժօգնությունն է, այդ առաջի այդ ամենաառաջի պարտադիր ինչ որ պետք է բուժօգնությունը կազմակերպելու համար ես ունեմ, իսկ հետագայում որովհետեւ ավելի սենք սիստեմա միացնել է կամ հիվանդին պարգազ վիճակով կամ բան պահել է, այդ ամեն ինչը ես չունեմ, չեմ կնա տրամադրել։ Նրանք գիտեն, քանի օրվա համար պետք է վերցնեն պաշար, որպեսզի, ասենք, ճանապարհի, տրանսպորտի բացակայության կամ խոչընդոտների պայմաններում կարողանան անխափան իրագործել իրենց մասնագիտական գործունեությունը։ Ամասիայի տարածաշրջանի մի շարք համայնքներում առկա է խնդիրը, դեռևս որևէ ծրագիր չի նախատեսվում այդ տարածքներում բժշկամանկաբարձական կետերի ստեղծման համար։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, Գյումրի Էպիկենտրոն։